Նորից ողջույն ժողովուրդ ջան, սա մեր փողոցն է եւ այն խաչմերուկը, որտեղ ջուրը հասնում է այստեղ եւ այստեղից բաշխվում է տներին։ Ես ունեմ երկու հարևան, իրանք շուտվա բնակիչ են, իրանց տները արդեն ջուրը գցած է։ Ուզում եմ իմ այս տեսաուղերձը հասնի Նիկոլ Փաշինյանին։ Հենց կակրած քարոզարշավի ժամանակները շատ մարդիկ չեն հայտնի իրանց խնդիրները, բայց այս խնդիրը ոչ միայն իմն է, այլ հանրային խնդիր է։ Եթե ուշադիր միջևերջ լսեք, կտեսնեք, թե ինչքան կարևոր սա նշանակություն ունի, ոչ թե մենակ մեր գյուղում, այլ ընդհանուր ամբողջ Հայաստանի բոլոր գյուղեր, քաղաքներում այս խնդիրը կա։ Ուրեմն սկսեմ։ Պարոն Փաշինյան, խնդրում եմ ուշադրություն դարձրեք։ Տեսնում եք, որ ճանապարհը ցեխոտ է, մեր երեխաները ամեն օր սենց այս եղանակներին ցեխաջրերի մեջ էս հենց մի քիչ արև ա եղել, գնում են հասնում դպրոց։ Ցանկալի է, որ այստեղ խիչ պատվի գոնե, չենք ասում ասֆալտ անեք, չնայած գիտենք շատ ասֆալտներ է կարել ամբողջ հանրապետության տարածքով։ Ասֆալտի մասին չենք խոսում։ Ցանկալի է, որ խճապատվի։ Բայց քանի որ ես կարող եմ դիմել մեր համայնքապետին խնդրանքով, որպեսզի այս գործողությունները անի, չեմ ուզում, որովհետև այստեղ ավելի կարևոր մի հատ թեմա կա, որ խճապատվի պետք է շարունակությունը լինի նաև դեպի իմ տան ուղղությամբ։ Ուրեմն տեսեք, ինչու չեմ դիմում խնդրանքով մեր համայնքապետին, որովհետև ես ջուրս դեռ չեմ գցել իմ տունը, իսկ այստեղից այս խաչմերուկից պոլ դույմա ջրագիծ է գնում երկու տներին, երկու այս իմ հարևանի տներին, երկու հարևաններիս։ Եթե ես նոր ջրագիծ գցեմ, վիոլա ջրին դիմել եմ, իրանք ստեից կրկին քանդում են 73 մմ-անոց խողովակից միացնում են նորից պոլ դույմա ջուր, տանում հասցնում իմ տունը, իսկ իմ տունը մոտորապես 50 մետր հեռավորության վրա է։ Շատ կարևոր բան եմ ասում, այս փողոցը նորաբնակ նոր մարդկանց համար է, ստե դեռևս պետք է շարունակի վերաբնակեցում, որովհետև այս փողոցը որ գնում է մինչև վերջ, դեռևս կա 3 տուն, բայց մոտորապես մի 30 տուն պետք է կառուցվի։ Արդեն վերջերս երկու հողամերձ առել են, տուն են սարքելու։ Գլխավոր հիմա խնդիրը, ես ամիսներ առաջ, երբ որ դիմել են վիոլա ջրին, որպեսզի ջուր քաշեն, սխալմամբ նախ նշել են 160 մետր իբր այն ամենահեռվի տեղից պետք է քաշեն եւ նշել 2 միլիոն 200 հազարի պատմություն, որը սովորական հասարակ բնակչի համար, երբ որ միջին աշխատավարձը 80-74 հազար է, չեմ հիշում, 2 միլիոնը մեծ գումար է, հետո երրորդ դիմումից գրելու հետևանքով նշանակել են, որ 50 մետրից է ջուրը, այսինքն գալիս հասնում է այս խաչմերուկ, 50 մետրից կարող են քաշել, համաձայնվել ենք այդ 50 մետրի վրա, այդ ժամանակ արդեն չեմ հիշում 600,000 դրամի մոտ, որի գումարը եւս ես չունեի, չկարողացա քաշել, մինչև օրս ես օգտվում եմ իմ հարևանի ջրից, դա կարող է ժամանակավոր բնույթ կրի, բայց չի կարա մշտական լինի։ Մի օր, երկու օր, մի ամիս, մի տարի չի կարա միշտ լինի, պետք է վիոլա ջուրը, այս ջուրը գցեր, բայց քանի որ մեծ գումար ասել, ես չեմ կարողացել գցեմ, մի կողմ էի դրել 140,000 դրամ նախորոք, որ այդ հարցերը լուծեմ, պարզվել է, որ 140,000-ով քեզ բարև չեն տալիս, այսինքն պետք է 600,000-ի մոտ գումար, որպես ես հարցը լուծեն։ Անհատ գործընկերության դիմելուց դրա համարյա կեսգինը, մի 350,000 բան էին ոնց որ ուզել, եթե չեմ սխալվում, 340-350,000-ով կանեն, թե ինչպես է, երբ որ վիոլա անում 600,000 է բռնում, բայց որ դու անհատ ես բռնում, բայց լիցենզավորված գործընկերության 350-ով, 340-ով անում են, այսինքն չեմ հասկանում, այս գումարները որտեղ է գնում, ինչ են անում, ես դեռ ձեզ չեմ հայտնել գլխավոր խնդիրը։ Վիոլա ջրի աշխատակցին ասում եմ, որ հարգելիս, իմ տունը խաչմերուկից երրորդ տունն է, բայց 15 տուն, աջ կողմը 15 տնամերձ, ոչ թե տուն 15 տնամերձ, աջ կողմը 15-ը ձախ կողմը, ապագայում տներ է կառուցվելու։ Իմաստը որն է այսօր պոլ դույմա դու այդ խաչմերուկից քաշես իմ տունը, տրի չետվեր, այն ամենաբարակը էլի, քաշես իմ տունը, հետո նորից հաջորդ հարևանը որ տուն սարքի, էլի պետքա վրով քանդի, թազա տուրբա քաշի, նորից էմի տունը քանդելուց մեր դրած տուրբի վրա քանդեմ մի հատ էլ քաշեն։ Բացատրում եմ աշխատակցին,
որ հարգելիս ավելի ճիշտ չլինի ամբողջ փողոցով դուք ձեր հաշվին գցեք 73 մմ-անոց խողովակը, արդեն տուն հասցնող այդ 4 մետր, 6 մետր մասը թողեք բնակչությանը, ով որ տուն է սարքել, ինքը արդեն գումար վճարի այդ 4-5 մետրը, 6 մետրը մտցնեն։ Ինձ պատասխանում են, որ դե դա թող իբր քեզ չհուզի, այսինքն այն ծախսերը, որ դու անում եք, որ մենք թույլ ենք տալիս, որ ծախսեր կուտակվի, այսինքն այս ճանապարհը հիմա ես ինչի է սկզբից ասեմ, եթերի սկզբից, որ ես համայնքապետին չեմ դիմում, որ ստեղ խճապատի, որտեվ հլցանկությունն է, որ խողովակ անցկացնեմ, խճապատի նորից գանք հանդեն, նորից վրից խճապատեն, դες ինչքան պետությանը վնաս են հասցնում։ Էլ չեմ ասում, պատկերացրեք մի պա ասֆալտ է, ասֆալտը այդքան քանդելուց հետո նորից պետքա ասֆալտ անեք, ծախսերը դες ինչքան է շատանում։ Միգուցե հենց դրա համար էին 2 միլիոն 200,000 փող ասել են սկզբից։ Շատ փող են ուզում, հա։ Այսինքն, պարոն Փաշինյան, ես ուզում եմ դուք այս խնդրի ճիշտ հասկանաք։ Եթե այս հողամասերը գյուղնշանակության չի այլ տնամերձեր է, եւ իսկապես տնամերձեր է, սաղ տնամերձեր է, ամենը իր կոլուշկեքը դրած։ Այս տնամերձերը վաղ թե ուշ տուն են սարքելու եւ պետքա այս փողոցի ամբողջ երկայնքով, ամբողջ երկարությամբ խողովակ տեղադրվի, հաստությունը 73, միգուցե մի քիչ ավել, պոմպը տեղադրվի պետության կամ հաշվին, կամ համայնքապետարանի հաշվին, կամ չգիտեմ, հենց վիոլա ջրի հաշվին։ Հարգելի պարոն Փաշինյան, ինչու պետքա 50 մետր քանդեն, նորից հետո 70 մետր քանդեն, այսինքն ամեն տան ճակատը 20 մետր է, հետո 90 մետր են կողմ քանդեն, ամեն անգամ ջուր գցելուց այս փողոցը քանդեն, այսինքն եթե ստե պետքա 50 տարի վերաբնակվի, մենք 50 տարի պետքա քանդված ճանապարհ ունենանք։ Բայց ես ճիշտ ալնեմ։ Ես հավատում եմ, վստահում եմ, որ դուք այս հարցին կփորձեք լուծում տալ, այսինքն սա ոչ թե անձնապես իմ խնդրի լուծման համար եմ ասում, այլ ընդհանրապես կանչում են վիոլա ջրին։ Ես կարծում եմ, ստե հարցի լուծումը այսպես ավելի ճիշտ է։ Վիոլա ջրին թող կանչի ժողովի քաղաքաշինության նախարարությունը եւ այս հարցերը դնի, այսինքն եթե կա նոր բնակելի, նոր տնամերձեր, որտեղ պետքա տներ կառուցվի, այդ փողոցը ամբողջությամբ պետքա ջուրը գցվի։ Քանի որ դեռևս ջրից ենք խոսում, ես ուզում եմ նաեւ ավելացնեմ այս ընթացքում, որ ոչ միայն ջուրը, այլ նաև գազի խողովակը։ Գազը այնա ներքևի փողոցը օրինակ գնում է, ներքևի փողոցից մեր մոտ չի գալիս, երկու հարևաններս չունեն գազ։ Ես էլ չունեմ, լավ, իմը հետ, իմը փայտի տունը, ինչքան գիտեմ, չի թույլատրվում փայտի տունը գազ գցել, բայց այս երկու հարևանս քարի շինություն ունեն եւ գազ չունեն։ Ինչա, սպասում են, որպեսզի մեծ գումարներ այս մարդիկ անհատները իրանց գրպանից դնեն, որպեսզի գազը բերեն հասցնեն ստե։ Էդ են ուզում, այդքան մեր բնակչությունը հարստացել է, որ իրանց գրպանների սաղի մոտ 1,2 միլիոն, 2 միլիոն, 3 միլիոն փողը լինի տենց մի կողմ դրած, որ գազի կանտորը գա կամ վիոլա ջուրը գա, հանեն ասեն անեք ձեզ շաբաշ, հասկացանք ծախս են անում, իրանց ծախսի դիմաց մենք պարտավորված ենք վճարել, բայց պետքա խելքի մոտ գումարը լինի։ Ես որ 140,000 մի կողմ եմ դրել, ես հասկացել եմ, որ ստե մեծ ծախս չկա, հաշվարկել ենք, ստե շատ քիչ ծախս է գնում։ Մոտորապես 70-80,000 դրամի ծախս է գնում, եթե թողեն ես անեմ, բայց չեն թողում, ասում է լիցենզավորված գործընկերության պետք է լինի։ Սա նախ առաջինը, ոչ թե 99-ը, 100% ասում եմ, կոռուպցիա կա ստե։ Եթե դուք անհատներին չեք թույլատրում, չեք տալիս նորմատիվները, այսինքն 80 սանտիմետր պետքա խոր, անհատը կուզենա 80 չէ, էլի մի մետր խոր լինի, որ ինչքան էլ ցուրտ լինի, ձմեռ լինի, ջուրը չսառի իր տուն եկող։ Բայց չեն թույլատրում, որովհետև իրանք ուզում են, որ դու փող տաս, ոչ թե համարժեք, այլ տաս 200 անգամ շատ։ Դե գումարեք, բազմապատկեք, բաժանեք, հաշվեք, տեսեք 2 միլիոն 200-ը որտեղ, 80,000 դրամը որտեղ։ Այնպես որ հարգելի պարոն Փաշինյան, հարգելի կառավարություն, ձեզ խնդրում եմ, որպեսզի այս խնդիրներին ջրի, գազի, ընդհանրապես համայնքների բնակչության վերաբնակման հարցերում խոչընդոտներ, խնդիրներ չստեղծեն։ Եթե վիոլան թքած ունի, որ պետք է այս ճանապարհը ձեր արած թազա ասֆալտը, հələ ասֆալտ չի, հետագայի մասը որ ենք ասում, ասֆալտը քանդվի 2 տարի 1 կամ 6 ամիսը 1, 2 ամիսը 1 քանդվի թազա խողովակ անցկացնի, թե ինչա իրանք դե շատ են փող աշխատում,
Հուսով եմ դուք հասկացաք ինչու է ինձ վիոլա ջրի աշխատակից են դες պատասխանել, որտեվ իրանք ինչքան ամեն աբոնենտի, ամեն բաժանորդի համար գանստեք քանդեն, ամեն բաժանորդից այն 600,000 դրամը։ Ու ես հենց մոտիկ եմ Խաչմերուկից, մի քիչ հեռու 800,000 ալնելու, 1 միլիոն ալնելու, 2 միլիոն ալնելու մի քիչ հեռու։ Ամենքից այդքան փող են վերցնում։ Այնինչ կարան միանգամից պետության հաշվին թեկուս, համայնքի հաշվին, թեկուս իրանց հաշվին հաստ խողովակը գցե մինչև վերջ փողոցի, բայց արդեն տանդեմը այդ 4 մետր, 6 մետրը, 5 մետրը աբոնենտից փող վերցնեն խելքի մոտ գին 100,000, 150,000։ Տեսնում եք, ասում եք կոռուպցիան վերացրել ենք։ Սա համակարգային կոռուպցիա է, սա համակարգված կոռուպցիա է։ Սա անհատի ցանկություն չի։ Սա ոչ միայն Արարատի մարզի վիոլա ջրի մասնաճյուղն է այսպես անում, այլ ամբողջ հանրապետության մասշտաբով այս նույն գործողությունները կատարվում է։ Եվ ես ուզում եմ, որպեսզի սրա դեմը առնվի եւ գազի մասով է կոռուպցիան, եւ ջրի մասով է կոռուպցիան։ Սրանք ամենից լավ փող աշխատելու միջոցն է, որպեսզի բնակչությանը թալանեն։ Հուսով եմ իմ խնդիրը ուշադրություն կդարձնեք, այս խնդրի ուղղությամբ կաշխատեք եւ կփորձեք այս հարցին լուծում տալ։ Շնորհակալ եմ, կանխավ, հուսով եմ խնդիրը տեղ կհասնի, համայնքապետին ես չէի դիմել ընդհանրապես, իմ հայատն էլ դեռ եթե տենակ այնա ցեխա բանա իմ միջոցներով եմ մի քիչ խիչ թափել, բայց չեմ դիմում մեր համայնքապետին զուտ այս խնդրի պատճառով, երբ որ ջրի հարցը կլուծվի, հետո երես կունենամ կմոտիկանամ համայնքապետին ասեմ խնդրում եմ մեր փողոցն էլ մի երկու զիլ բերեք խիչ թափեք, որովհետև երեխաները դպրոց գնալուց լրիվ ցեխ են դառնում, ոտից գլուխ ցեխ են դառնում։ Այդքանը իմ դիմումը ուղերձը իշխանություններին, ժողովուրդ ջան, ձեզ էլ խնդրում եմ, երբ որ ես խնդիր եմ բարձրաձայնում, այդ ժամանակ եւս ակտիվ եղեք, տարածեք, լայքեք, կիսվեք, որպեսզի հասնի համապատասխան պատգամ մարմիններին, որովհետև խնդիրներ թաքցնելը նույնա դա որ փոքրիկ հիվանդությունը թաքցնես, չբուժես, հետևից չգնաս, այդ հիվանդությունը տարածվի ամբողջ օրգանիզմը։ Այսօրվա իշխանության դեմը որ տեսնում եք, հելնում են մարդիկ դժգոհությամբ, անհանգստություններ են հայտնում, չգիտեմ, էմոցիաքի իրանց չեն կարող զսպեն։ Դա նրանից է, որ 8 տարի շարունակ իրանցից շատ բան են թաքցրել։ Իսկ ես այն մարդն եմ, որ չեմ ուզում թաքուն ինչ որ բան թող պետական մարմինները, իշխանությունները տվյալ պարագայում տեղյակ լինեն, թե ինչ խնդիրներ կա հանրության մոտ։ Սա խնդիր է համակարգված, որի մասին պետք է իրանք իմանան, սա կոռուպցիա է համակարգված, սա փող լվանալու տեղանքա, սա փող լվանալու միջոց է, իսկ այդ փողը լվացում է ում հաշվին, հասարակ համայնքի ժողովրդի, հասարակ քաղաքացիների հաշվին։ Այդքանը Պապուծի էլ հարևանից տրակտորն է, եթե ուզող ըլնի կասեք, լավ տրակտոր է, աշխատող նախադու, եթե առնող ըլնի կասեք, գանես տրակտորը առնեմ։ Էլ ինչ էի ուզում ասել, երևի վերջ, գազի եւ ջրի հարցերը, ամենագլխավորը ջրի հարցն է։ Անկեղծ եմ ասում, չի կարա սենց երկար դեպի ամեն օր գնաս ջուրը բացես, լցնես քո ջրի տարան, պետք է ես էլ ունենամ այդ ջրագիծը, որ ջուրը առավոտները տալիս են մինչև կեսօրվա մեկի կողմերն է, ոնց որ ջուրը համայնքի ժողովրդին տրվում, մեր համայնքում կոնկրետ, որ ավտոմատ ջուրը լցվի իմ տարան, ես տունն էլ չլնեմ, ջուրը լցվի, ոչ թե զանգեմ հարևանից խնդրեմ, ասեմ գնաս տարան բացես, շլանգը գցես մեջը ջուրը լցնես։ Ես էլ եմ քաղաքացի, ես էլ եմ վերաբնակիչ եւ ապրելով ուզում եմ անհարմարություններ չլինի։ Վերջ այն 140,000-ն էլ եմ ծախսել, ես չգիտեմ վիոլա ջրին ինչ եմ տալու, այն 140,000-ն էլ եմ ծախսել, բայց մնացել եմ առաջուն։ Ինչի համար, որովհետև աննախադեպ գին են սահմանել 500 քանի հազարը։ Դե 360,000-ով տենց մի գործընկերության, երկու գործընկերության դիմեցի, երկուսն էլ համարյա նույն գին, մեկն ասեց 340, մեկն ասեց 320,000-ով կանենք։ Այսինքն, բայց ես այդ գումարն էլ հիմա չունեմ, ինչի համար, որովհետև վիոլա ջրի սահմանված գինը աննախադեպ է, չի կարա 600,000-ը լինի 50 մետր տեղ, այն էլ ցույց եմ տվել ձեզ, որ սա ասֆալտ չի, նույնիսկ նորմալ խճապատել չի, շատ հին խճապատ տարածք է, այստեղ մակերեսը մաքրում են 20 սանտիմետր, նորից 60 սանտիմետր տրակտորը փորում է, խողովակը տեղադրում են ծածկու, ես ինքս ասել եմ, ինքս ֆիզիկական մոտիկանալով եմ օգնեմ, որպեսզի
փափուկ հողը լցվի խողովակի վրա, խողովակը չջարդվի։ Ես խոստացել եմ, որ այդ բանն թողեք իմ վրա։ Մենակ թե խնդրում եմ, խելքի մոտ գին ասեք։ Ես բիզնես չեմ բացել, ես ինքս բիզնեսմեն չեմ, ինքս հազարը մի խնդրի առաջ, բայց այսօր սովորական խմելու ջրի հարցը չեն կարողանում լուծել։ Որովհետև դու քասիբ ես, որովհետև դու փող չունես հաջող։ Այտենց եք վերաբերվում։ Սա սոցիալական երկիր դարավ, թե էսի դարձավ կապիտալիստական երկիր։ Սա կապիտալիստներին, սա այդ օլիգարխների համար է։ Ինչքան լավ օրենք կա իրանցն է, ինչքան վատ օրենքն է մերն է, հա։ Չի կարելի է ձև։ Այսքանը հուսով եմ հասցրի խնդրի գլխավոր իմաստը ձեզ, որ ինչպես են փող աշխատում մարդկանց հաշվին, ալարելով միանգամից ամբողջ փողոցը գցեն ջրի խողովակը, ասում են ամեն դիմողի համար գանք հատուկ ծախսեր անենք, փող աշխատենք, բոլորից անհատապես փող պոկենք։ Այդ է գլխավոր իմաստը։ Հուսով եմ իշխանության մեջի մարդիկ, կառավարության մարդիկ ձևակերպած խնդիրը ճիշտ հասկացան եւ կփորձեն հարցին լուծում տան։ Խնդրանքս կիսել, տարածել, հասնել պատգամ մարմիններին, հասնել կոնկրետ Նիկոլ Փաշինյանին։ Լավ մնացեք, հաջողություն բոլորիդ։